Գյուղ Վահան գտնվում է Հայաստանի Հանրապետության Ճամբարակ քաղաքից մոտ 5 կիլոմետր հարավ-արևելք, ծովի մակերևույթից շուրջ 1900-ից 2000 մետր բարձրության վրա։ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանամերձ բնակավայրերից է։ Շրջապատված է կանաչ լեռներով, անտառներով, ալպիական մարգագետիններով և բազմաթիվ սառնորակ աղբյուրներով, որոնք նրան հաղորդում են առանձնահատուկ գեղեցկություն։ Թեև ներկայիս Վահան գյուղը համեմատաբար երիտասարդ բնակավայր է, նրա տարածքի պատմությունը հազարամյակների խորքից է գալիս։ Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղ երկաթի դարում։ Այդ մասին վկայում է գյուղի մոտ գտնվող Կիկլոպյան ամրոցը, որը կառուցված է հսկայական անմշակ քարերով։ Այդ ամրոցը ծառայել է որպես պաշտպանական կառույց և վերահսկել շրջակա տարածքը, ապացուցելով, որ այս լեռնաշխարհը ռազմավարական նշանակություն է ունեցել դեռ հազարավոր տարիներ առաջ։ Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1925 թվականին։ Խորհրդային տարիներին այն կոչվել է Օրջոնիկիձե, խորհրդային հերոս Սերգո Օրջոնիկիձեի պատվին, իսկ Հայաստանի անկախացումից հետո վերանվանվել է Վահան։ Գյուղի բնակիչների զգալի մասը վերաբնակվել է պատմական Արծվաշենից և Գեղարքունիքի այլ բնակավայրերից, ստեղծելով աշխատասեր և համախմբված համայնք։ Վահանի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվաբուծությամբ։ Լեռնային կլիման նպաստում է անասնապահության զարգացմանը, իսկ մաքուր բնությունն ու հարուստ արոտավայրերը գյուղի գլխավոր բնական հարստություններից են։ Վահանը նաև սահմանապահ գյուղ է։ Այստեղ ապրող մարդիկ ոչ միայն մշակում են իրենց հողը, այլև իրենց առօրյա աշխատանքով և ներկայությամբ ամրացնում են Հայաստանի պետական սահմանը։ Սահմանամերձ կյանքի դժվարությունները նրանց չեն կոտրել։ Ընդհակառակը, դրանք ձևավորել են աշխատասեր, տոկուն և հայրենասեր համայնք։ Գյուղում գործում են դպրոց, մանկապարտեզ և մշակութային կյանքը պահպանող օջախներ։ Բնակիչները մեծ ուշադրություն են դարձնում ազգային ավանդույթներին, տոներին և համայնքային համախմբվածությանը։ Վահանի տարածքում պահպանվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հուշարձանը, ինչպես նաև Արցախյան պատերազմներում նահատակված վահանցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողները։ Դրանք հիշեցնում են, որ գյուղի պատմությունը կերտվել է ոչ միայն խաղաղ աշխատանքի, այլև հայրենիքի պաշտպանության ճանապարհով։ Այսօր Վահանը շարունակում է ապրել ու զարգանալ։ Չնայած սահմանամերձ լինելու դժվարություններին, այստեղ մարդիկ շարունակում են կառուցել, մշակել հողը, մեծացնել երեխաներին և պահպանել հայրենի օջախը։ Գյուղի ապագան նրանք տեսնում են խաղաղության, զարգացման և հայրենի հողի նկատմամբ հավատի մեջ։ Վահան գյուղում պահպանված միջնադարյան գործող եկեղեցի չկա։ Հայտնի պատմական աղբյուրներում գյուղի տարածքում գործող հին եկեղեցի չի հիշատակվում, քանի որ ներկայիս գյուղը համեմատաբար նոր բնակավայր է։ Սակայն գյուղի շրջակայքում կան բազմաթիվ հայտնի հոգևոր և պատմամշակութային հուշարձաններ, որոնցից են Մաքենյաց վանք, Հայաստանի նշանավոր միջնադարյան կրթական և հոգևոր կենտրոններից մեկը, և Վանևան վանական համալիր, 10-րդ դարի գեղեցիկ վանական համալիր, որը գտնվում է Սևանա լճի հարավային ափի մոտ։ Ինչպես նշեցի, Վահան գյուղում գտնվող Կիկլոպյան ամրոցը հնագույն պաշտպանական կառույցի մնացորդներից է, որը թվագրվում է վաղ երկաթի դարով, մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակի սկիզբ։ Ամրոցը կառուցված է մեծ անմշակ քարերով առանց կրաշաղախի, ինչը բնորոշ է Կիկլոպյան ամրաշինությանը։ Դրա հիմնական նպատակն էր պաշտպանել բնակավայրը և վերահսկել շրջակա տարածքը։ Այս ամրոցի առանձնահատկություններն են. Առաջին, հսկայական բնական քարերով կառուցված պարիսպները։ Երկրորդ, հաստ պաշտպանական պատերը։ Երրորդ, բարձրադիր դիրքը, որը հնարավորություն էր տալիս վերահսկել շրջակայքը։ Եվ չորրորդ, հազարամյակներ անց էլ պահպանված քարաշեն հատվածները։
Վահանի բարձունքին վեր խոյացած Կիկլոպյան ամրոցի լուռ քարերը հազարավոր տարիների պատմության վկաներն են։ Այս հսկայական քարերով կառուցված պաշտպանական կառույցը հիշեցնում է, որ այս հողում կյանքը շարունակվել է դեռևս վաղ երկաթի դարից։ Թեև այսօր պահպանվել են միայն ավերակները, դրանք շարունակում են պատմել անցյալի հզորության, մարդկանց ստեղծագործ ոգու և հայրենի հողի պաշտպանության մասին։ Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, այսօր մեր ճանապարհը մեզ բերեց Վահան։ Մի գյուղ, որտեղ անցյալն ու ներկան հանդիպում են նույն հողի վրա։ Այստեղ յուրաքանչյուր քար պատմության վկա է, յուրաքանչյուր արահետ հիշողությունների շարունակություն, իսկ յուրաքանչյուր արևածագ նոր հույսի սկիզբ։ Թող Վահանի անունը միշտ հնչի խաղաղության, աշխատասիրության և հայրենասիրության խորհրդանիշ, իսկ մենք շարունակենք ճանաչել մեր հայրենիքը, որովհետև Հայաստանը սկսվում է հենց իր գյուղերից, իր մարդկանցից և նրանց ստեղծած արժեքներից։ Մինչ նոր հանդիպում, Իմ երկիր, իմ Հայաստան հաղորդաշարի հաջորդ թողարկումներում։ Ստեսություն ձեզ։